Վերջին շրջանում համացանցում ամենաշատ քննարկվող թեման երգիչ Անդրեի և երգչուհի Անի Օհանյանի բաժանման թեման էր։ Star News-ը դեռ նախորդ տարեվերջին էր նկատել, որ զույգը հեռացրել է համատեղ լուսանկարները, նրանք դադարել էին միմյանց հետել նա Ինստագրամում։ Փորձեցինք երկու կողմից ճշտել ինֆորմացիայի ճշգրիտ լինելը, սակայն մեր նամակները մնացին անպատասխան։ Փոխարենը զույգը մեկը մյուսին հերթ չտալով հրապարակված սթորիների միջոցով հաստատում էին ինչ-որ բան այն չէ, Անդրեն անդադար իր կատարումներով հրապարակումներ էր անում անդարձ կորուստի, բաժանման չներվելու մասին, իսկ Անին էլ ակնարկում էր երգիչը խղճահարություն է ստեղծում։ Այս ամենը հասավ նրան, որ շաբաթներ առաջ Անին սկանդալային հրապարակում արեց չնշելով Անդրեի անունը, բայց բացահայտ ակնարկելով, որ բռնության զոհ է դարձել։ Այդ հրապարակումից շատերը եզրակացրին, որ Անին անհիմն մեղադրում է Անդրեին։ Շատերն էլ քննադատեցին երգչին կեղծ ժպիտների և կնոջը բռնանալու համար։ Մարդիկ մեկ մեղադրում են Անդրեին, մեկ Անին հանրային մարդուն անձնականի պատճառով վարկաբեկելու համար։ Թե ով կմեղադրվի, ում մոտ կմնա զույգի 1.5 տարեկան փոքրիկը, դժվար է ասել, սակայն մի բան է հայտնի գլխավոր դատախազությունը Անի Օհանյանի գրառման դեպքը ուղարկել է ՀՀ ոստիկանություն ստուգումներ իրականացնելու համար։ Դեպքի առթիվ դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել։ Սպասենք իրադարձությունների զարգացմանը։